Good evening. Բարիրեկո։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ուսանողական հարցերի գրասենյակին եւ ուսանողական գործերի համակարգման գրասենյակներին կազմակերպելու համար այս մեծ խորհուրդ պարունակող միջոցառումը։ Իմ այսօրվա խոսքը վերաշարը դրված է այն երույթից, որը ներկայացրել եմ վերջին Սփյուռք Հայաստան գագաթնաժողովի ժամանակ Երևանում։ Այս խոսքերը չպետք է ընկալվեն որպես ամերիկյան համալսարանի նախագահի խոսքերը։ Սրանք իմ խոսքերն են եւ միմիայն իմը, որպես մարդ, որպես ծնող, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով այստեղ էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում։ Այս խոսքերը բխում են իմ սրտից։ Թույլ տվեք իմ խոսքը սկսել մեր հերոս զինվորների Ազիզ Աղաջանյանի, Արեգ Գևորգյանի, Հակոբ Հակոբյանի, Էրիկ Հաջիկյանի, Շավարժ Մուրադյանի, Դավիթ Ֆիրաբյանի, Դավիթ Ուզունյանի ծնողներին, ընտանիքներին, հարազատներին եւ ընկերներին ողջունելով, ինչպես նաեւ Դավիթ Պետրոսյանի, ով ինչ օրս համարվում է անհայտ կորած։ Չկան խոսքեր, չկան բավարար խոսքեր նկարագրելու այն մեծազնիվ զոհաբերությունը, որ կատարել են այս երկրասարները։ Չկան բավարար խոսքեր սփոփելու ծնողի կամ սիրելիի ցավը։ Չեմ կարող նույնիսկ ձևացնել, թե հասկանում եմ ինչի միջով է անցել։ Փոխարենը կփորձեմ արտահայտել իմ զգացմունքները կապված նրանց անձնազոհության հետ եւ բացատրել, թե ինչու եմ կարծում, որ այս խիզախ, աներեր ու պատվախնդիր երիտասարդները մասնակցել են ոչ թե պարտության, այլ մի իրական հաղթանակի, որն ազատագրեց եւ փրկեց Հայաստանի Հանրապետությունը։ Գիտեմ, որ սա այն չէ, ինչի մեզ խրախուսվել է հավատալ։ Գիտեմ, որ գերիշխող կարծիքն այն է, թե Հայաստանը պատերազմում պարտվեց, եւ այդ պարտությունը պայմանավորված էր Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերով եւ ռազմական տեխնիկայի առավելությամբ։ Այս խոսույթը մինչ օրս չի վիճարկվել համաշխարհային մամուլում, ինչպես նաեւ ներքին քաղաքական եւ պատմական խոսույթում, թե Հայաստանում, թե Սփյուռքում, եւ հաճախ մնում է անառարկելի։ Բայց եկեք մի բան ժամանակ հատկացնենք այն խորությամբ դիտարկելու համար։ 2020 թվականի պատերազմում Հայաստանի վրա հարձակված ադրբեջանական ուժերին աջակցում էին 4 տարածաշրջանային գերտերություններ՝ Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը եւ Ռուսաստանը։ Այս երկրները մեր թշնամիներին մատակարարում էին զենք եւ զինամթերք եւ տրամադրում մարտադաշտում իրական ժամանակում խորհրդատվություն։ Ադրբեջանը իր նավթադոլարներն օգտագործեց Սիրիայից պատերազմի դաշտում կոփված վարձկաններ ձեռք բերելու համար։ Հայաստանը ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող մի փոքր երկիր մենակ էր։ Եվ երբ ասում եմ մենակ, նկատի ունեմ լիովին մենակ։ Ոչ ոքի չէ հետաքրքրում, թե մեզ հետ ինչ է տեղի ունենում։ Մեր խիզախ ու հարգանքի Թուրքի արժանի զինվորները կռվում էին իրենց մեջքը պատին դեմ տված։ Ընդհանրացված կարծիքն այն է, երբ փոքր երկիրն առերեսվում է մեկ կամ մի քանի գերտերության, ապա շատ կարճ ժամանակում նա ստիպված կլինի կապիտուլացվել։ 2008 թվականին վրացիները միայն Ռուսաստանի դեմ կռվելով կարողացան դիմակայել մոտ 5 օր։ Սինգապուրի համապարփակ պաշտպանության ռազմավարությունը հիմնված է զսպման վրա, ըստ որի, եթե եւ Մալայզիան, եւ Ինդոնեզիան միաժամանակ հարձակվեն Սինգապուրի վրա, ապա Սինգապուրը կկարողանա զգալի վնաս հասցնել, բայց դիմանալ առավելագույնը 2 շաբաթ։ Այսպիսով, հակառակորդը սպասում էր, որ մենք կապիտուլյացիայի կենթարկվենք։ Ադրբեջանը ակնկալում էր մեր կապիտուլյացիան, Ռուսաստանն էլ էր ակնկալում մեր կապիտուլյացիան, համաշխարհային հանրությունն էր ակնկալում այն։ Բայց մեր խիզախ ու հարգանքի Թուրքի արժանի զինվորները նման բան չարեցին, նրանք չընկրկեցին։ Նրանք արեցին այն, ինչ պարտավոր էին, պաշտպանեցին իրենց տունը, իրենց ընտանիքը, իրենց հայրենիքը եւ իրենց 5000-ամյա երկիրը։ Նրանք դա արեցին պատվի ու արժանապատվության զգացումով եւ դիմացան 44 օր շարունակ 4 գերտերությունների դեմ։ Բայց դա դեռ ամենը չէ։ Կարող ենք նաեւ անդրադառնալ արդյունքներին։ Ամբողջովին պարզ է, որ Ադրբեջանն ուներ 3 ռազմավարական նպատակ, ինչը միանշանակ երևում էր պատերազմի ընթացքում նրանց զորաշարժերից։ Նրանց առաջին ռազմավարական նպատակը
Արցախը շրջապատող 5 ուֆերային գոտիների գրավումներ։ Երկրորդը հենց Արցախի ամբողջական բռնազավթումը։ Երրորդը դեպի Նախիջևան միջանցք բացելը։ Առաջին նպատակի դեպքում նրանք հասան հաջողության։ Երրորդ նպատակի հարցում նրանք ձախողվեցին, ինչ վերաբերում է երկրորդ նպատակին, ապա նրանք ստիպված եղան նստել բանակցությունների սեղանի շուրջ, վերանայելով իրենց հաղթանակի սահմանումը, այն սահմանափակելով Հադրութի եւ Շուշիի գրավմամբ։ Այդ պահին Արցախի մեծ մասը շարունակում էր մնալ հայկական։ Իհարկե, մեր թշնամիները 2023 թվականին ի վերջո հասան իրենց երկրորդ նպատակին, սակայն դա ռազմական հաղթանակ չէր։ Նրանք դրան հասան այն ամենանվաստ եւ անպատպաբեր եղանակով, որին որևէ երկիր երբևէ կարող էր դիմել իր նպատակին հասնելու համար։ Ռուսաստանի բացահայտ աջակցությամբ, ինչը խայտառակ դավաճանություն էր Հայաստանի հետ 200-ամյա դաշնության հանդեպ, Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը 9 ամիս շարունակ նպատակ ունենալով սովամահության մատնել եւ էթնիկ զտում իրականացնել Արցախի քաղաքացիական բնակչությանը։ Նրանք հասցրին թերսնման եզրին միայն մեկ նպատակի համար՝ էթնիկ զտում իրականացնելու տարածաշրջանին, վտարելով բնիկ հայերին։ Սա լավագույնն էր, ինչին Ադրբեջանը կարողացավ հասնել 4 գերտերությունների աջակցությամբ։ Կարծում եմ առանձնապես կարևոր է նշել, որ թշնամին մինչ օրս շարունակում է պնդել հետապնդելի երրորդ նպատակը՝ իր վերահսկողության ներքո միջանցք Հայաստանի տարածքով։ Սակայն այդ պահից ի վեր երբեք չի համարձակվել փորձեր այդ նպատակը իրականացնել ռազմական ճանապարհով։ Ես ամենևին էլ չեմ կասկածում, եթե նրանք կարծեին, որ կարող էին դա անել, արդեն իսկ արած կլինեին։ Բայց 2020 թվականին կրած կորուստներից հետո, որոնք անկասկած շատ ավելի մեծ էին, քան իրենք կխոստովանեին, նրանք ակնհայտորեն վարանում են կրկին դիմել նման քայլի։ Դա այն է, ինչ կոչվում է զսպման ուժ։ Եվ հենց այդ զսպման ուժի համար մենք պարտական ենք մեր խիզախ ու անկոտրուն զինվորների 44-օրյա պատերազմի ընթացքում նրանց ցուցաբերած հերոսական գործողությունների համար։ Այժմ, երբ թշնամու նկատմամբ նմանատիպ ապշեցուցիչ անհավասարություն ունեցող այլ երկրներ հասնում են նման արդյունքի, նույնիսկ պարտության դեպքում պատմությունը հերոսության պատմություն է դառնում։ Բրիտանացիները Դյունկերկի խայտարակությունը վերածել են հերոսության պատմության, դարձնելով այն ֆիլմերի թեմա։ Հրեա ժողովուրդը Մասադայի պաշարումը եւ Վարշավայի գետոյի ի վերջո ձախողված պաշտպանությունը վերածել են ազգային հերոսության պատմությունների։ Ամերիկայի ժողովուրդը Փերլ Հարբորի նավահանգստի եւ համաշխարհային առևտրի կենտրոնի վերահարձակումների պատճառ դարձած անվտանգության խայտառակ բացթողումները վերածեցին համազգային համախմբման կոչերի։ Նույնիսկ մենք ժամանակին գիտեինք, թե ինչպես անել դա Մուսալերան եւ Վանի հերոսական պաշտպանության պատմություններով։ Անշուշտ 2020 թվականի մեր քաջ ու պատվավոր զինվորների կատարածը արժե առնվազն նույնքան ճանաչման։ Կարծում եմ ժամանակն է, որ նորից կրկին սովորենք, թե ինչպես մեզ վերաբերող պատումը մենք ինքներս պետք է կերտենք։ Իմ խորին համոզմամբ 2020 թվականին մեր քաջարի ու հարգանքի турքի արժանի զինվորները Հայաստանի համար կերտեցին ամենամեծ հաղթանակը Սարդարապատի ճակատամարտից հետո։ Եթե չլիներ նրանց հերոսական դիմադրությունը 44-օրյա պատերազմում, ապա մենք կկորցնեինք ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը եւ ամենայն հավանականությամբ Վայոց ձորի հատվածներ։ Եվ եթե դա տեղի ունենար, մեզ կմնար ընդամենը երկրի մի փոքրիկ մնացոր, որը ոչ պաշտպանելի կլիներ, ոչ էլ տնտեսապես կենսունակ։ Այսօր, երբ այցելում եմ ԱՄՆ, հաճախ տեսնում եմ մարդկանց բարձրացրած Ուկրաինայի երկնագույն ու դեղին դրոշը, այն երկրի, որը դարձել է բռնապետության դեմ դիմադրության խորհրդանիշ։ Երբ այցելում եմ Մերձավոր Արևելք, հաճախ տեսնում եմ մարդկանց բարձրացրած Պաղեստինի դրոշը, այն երկրի, որը դարձել է գաղութարարների կողմից իրականացվող ցեղասպանության դեմ դիմադրության խորհրդանիշ։ Երբ տեսնում եմ այս ամենը, չկարողանալով զսպել մտքերս, զգում եմ, որ մի դրոշ պակասում է։ Մեր կարմիր, կապույտ եւ ծիրանագույնը դրոշ մի տոկուն երկրի ու վճռական ժողովրդի, ով վերջին 3 տասնամյակներն անցկացրել է պայքարելով եւ բռնապետության, եւ ցեղասպան նպատակներ հետապնդող գաղութացման դեմ։
Կարծում եմ ժամանակն է, որ բարձրաձայն ասենք մեր շնորհակալությունը, մեր խիզախ եւ հարգանքի Թուրքի արժանի զինվորներին, ովքեր բոլոր դժվարություններին դիմակայելով անհավանականորեն մնացին հավատարիմ իրենց երդմանը, պաշտպանելու այս երկիրը, ովքեր կատարեցին իրենց վերապահված առաքելությունը եւ ավելին, գործեցին խիզախությամբ, պատվով ու արժանապատվությամբ եւ վերջապես փրկեցին մեր 5000-ամյա ազգը։ Ուստի շնորհակալ եմ, շնորհակալություն նրանց, մեր զինվորներին եւ շնորհակալություն ձեզ այսօր այստեղ ներկա գտնվելու համար։